Ըստ փորձագետների Իրանի ԱԳՆ-ում ձևավորվել է գաղափարախոսական պատերազմի կենտրոն Ահմադ Քազեմիի գլխավորությամբ, որն իրականացնում է հակաթուրքական քարոզչություն։ Միևնույն ժամանակ Իրանի ներսում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արմատական թևը պահանջում է պատժել Բաքվին Իսրայելի նավթ մատակարարելու համար, իսկ Թուրքիային ԱՄՆ-ի հետ դաշինքի համար։ Քաղաքական գործիչները, ինչպիսիք են Սեյեդ Հասան Ամիլին և Մոհամմադ Ռեզա Միրթաջեդիդին, բացահայտ կոչ են անում ԻՀՊԿ-ին օգտագործել տարածաշրջանային անկայունությունը հարևաններին դաս տալու համար։ Փաստացի Իրանի ներսում ձևավորված արմատական բազաները սկսել են վտանգավոր խաղ հարևանների Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Թուրքական տարածքների և Նախիջևանի պարբերական գնդակոծությունները, որոնք քողարկվում են կառավարման կորուստի կամ տեղական սխալների անվան տակ, իրականում ԻՀՊԿ-ի կողմից իրականացվող նյարդերի ստուգում են։ Տողատակում Իրանը փորձում է կանխել պանթյուրքիզմի ազդեցության աճ իր սահմանների մոտ և պատժել Բաքվին ու Անկարային Իսրայելի և ԱՄՆ-ի հետ ունեցած սերտ կապերի համար։ Այս ամենի ֆոնին Թուրքիայի և Ադրբեջանի վարքագիծը բացահայտում է տարածաշրջանային դաշինքների դաժան պրագմատիզմը։ Անկարան ցույց տվեց, որ պատրաստ չէ զոհաբերել իր կայունությունը հանուն Իսրայելի կամ ԱՄՆ-ի շահերի, մինչդեռ Բաքուն, ներքաշվելով սադրանքների մեջ, հայտնվեց աշխարհաքաղաքական թակարդում։ Տողատակում ակնհայտ է, որ Իրանի ցանկացած ելք, լինի դա հաղթանակ թե պարտություն, հավասարապես վտանգավոր է Ադրբեջանի համար։ Իրանի անկումը կարող է ոչ թե հզորացնել Բաքվին, այլ ծնունդ տալ մի նոր իսլամական հանրապետության, որն իր ժողովրդագրական և կրոնական կշռով պարզապես կկլանի ներկայիս Ադրբեջանը։